Վերջին 24 ժամում մարտական գործողությունները ռուս-ուկրաինական ճակատից փաստացի հասել են ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիայի տարածք։ Ըստ Ռումինիայի պաշտպանության նախարարության Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով է անօդաչուն ընկել Օդեսայի մարզին սահմանակից ռումինական Գալաթի քաղաքում։ Բազմաբնակարան շենքում հրդեհ է բռնկվել, 2 քաղաքացի վիրավորվել է, տարհանվել է մոտ 7 տասնյակ մարդ։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը 2 F-16 կործանիչ և ռազմական ուղղաթիռ է օդ բարձրացրել։ Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջանների բնակիչներին հրահանգվել է ապաստարաններ տեղափոխվել։ Պաշտոնական Բուխարեստի տվյալով վերջին 2 տարում, երբ չեղարկվեց հացահատիկային համաձայնագիրը և Մոսկվան սկսեց հարվածել Դանուբի երկայնքով գտնվող նավահանգիստներին, ռուսական անօդաչուները առնվազն 28 անգամ խախտել են Ռումինիայի օդային տարածքը։ Ռումինիայի արտգործնախարարությունը միջադեպը անվանել է Ռուսաստանի կողմից լուրջ և անպատասխանատու սրացում և այդ մասին տեղեկացրել է ՆԱՏՕ-ի ղեկավարությանը։ Ռուսաստանի վրա նոր ճնշումների անհրաժեշտության մասին է խոսել Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Մինչ մենք շարունակում ենք ամրապնդել մեր անվտանգությունն ու զսպման կարողությունները, հատկապես մեր արևելյան սահմանին, մենք շարունակելու ենք ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։ Այս ուղղությամբ արդեն պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստում Կիևին ռուսական զանգվածային հարվածներին է անդրադարձել ԱՄՆ ներկայացուցիչը, Ռուսաստանի գործողությունները անվանելով անբացատրելի, վտանգավոր և բարբարոսական էսկալացիա։ Մոսկվան շարունակում է պնդել, որ հարվածում է բացառապես ռազմական և արդյունաբերական օբյեկտներին։ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը կրկին մեղադրել է Ուկրաինային Լուգանսկի մարզի Ստարոբելսկ քաղաքի հարվածի համար։ Այս ֆոնին Արևմուտքը շարունակում է ուժեղացնել Ուկրաինայի ռազմաօդային ներուժը։ Շվեդիան հայտարարել է Ուկրաինային 38 Գրիպեն կործանիչներ տրամադրելու մասին։ 16-ը կտրամադրվի ռազմական օգնության շրջանակում ևս 22-ը Կիևը կգնի եվրոպական վարկային ծրագրերի միջոցով։ Շվեդական մարտական ինքնաթիռները անշուշտ կուժեղացնեն մեր ռազմաօդային ուժերն ու հակաօդային պաշտպանությունը։ Մենք հույս ունենք, որ գրիփենների միջոցով հնարավոր կլինի հետ մղել ռուսական ավիացիան, որպեսզի նրանք այլևս չկարողանան կիրառել կառավարվող ավիառումբեր։ Առաջին կործանիչները Ուկրաինան կարող է ստանալ արդեն տարեվերջին կամ 2027-ի սկզբին։ Շվեդական գրիպենը համարվում է արդիականացված սերնդի ամենամատչելի, բայց միաժամանակ ամենաարդյունավետ կործանիչը։ Այն կարող է օգտագործել ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական հրթիռային համակարգեր։ Սակայն գլխավոր ինտրիգը ինքնաթիռները չեն, այլ դրանց հետ Ուկրաինային փոխանցվող Մետեոր հեռահար ավիացիոն հրթիռները։ 120 կիլոմետր գործնական հեռահարությամբ Մետեորը համարվում է աշխարհում ամենաարդյունավետ օդ դասի հրթիռներից մեկը։ Կարող է արդյոք այս գործարքը լրջորեն փոխել օդային բալանսը, հատկապես ռուսական Սու-34 ռմբակոծիչների դեմ պայքարում, որոնք լայնորեն կիրառում են կառավարվող ավիառումբեր։ Ռազմական փորձագետների գնահատմամբ նույնիսկ 38 գրիպենները բավարար չեն օդում լիարժեք գերակայություն ստանալու համար։ Մոսկվան շարունակում է ունենալ քանակական մեծ առավելություն, ինչպես ավիացիայի, այնպես էլ հակաօդային պաշտպանության համակարգերի մասով։ Սակայն ՆԱՏՕ-ի ոչ բոլոր անդամներն են պատրաստ աջակցել Ուկրաինային։ Հունգարիան հրաժարվել է զենք և ռազմական տեխնիկա ուղարկել։ Վարչապետ Պետեր Մադյարը այդ մասին անձամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեին է ասել։ Ռազմական լարվածությունը չի թուլանում Սևծովի ավազանում։ Ուկրաինայի ռազմածովային ուժերի համաձայն ռուսական անօդաչուները հարձակվել են թուրքական բեռնանավի վրա, որը Օդեսայի մարզից Թուրքիա էր գնում։ Անձնակազմի 2 անդամ վիրավորվել է, նավում հրդեհ է բռնկվել։ Վոլգոգրադի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով զոհեր և վիրավոր կա։ Հրդեհներ են բռնկվել քիմիական գործարանում և էներգետիկ այլ ենթակառուցվածքներում։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, գիշերը ոչնչացվել է 208 ուկրաինական անօդաչու սարք, ավելի քան 8 տասնյակը միայն Ռոստովի մարզում։ Գերատեսչությունը նաև հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը իրենց վերահսկողության տակ են վերցրել 9 բնակավայր Խարկովի, Սումիի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերում։ Ծովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։